Բայց հարգելի Էստոնի Caribbean Russia Financing Գերչան կողմից այսօր հոկտեմբեր 12 2025 թվականը ունենք նորություններ, որ անշուշտ շատ ավելի կարևոր է մեր հայրենակիցներին, ընդհանուր որպես էկոնոմի, ընդհանուր որպես եկամուտ, աշխատանք եւ անշուշտ շատ ավելի կենտրոնանանք տուներին, կալվածներին, ելի commercial կամ residential եւ անշուշտ տոկոսների մասին ընդհանրապես։ Ինչ նորություններ ունենք։ Սկսենք, որ ուրբաթ օրը արդեն 10-րդ օրն է, որ պաշտոնական Միացյալ Նահանգների պետությունը փակված է համարվում, այսինքն որևէ գումար, որևէ չեքեր, որևէ գումար չի տրամադրվում որևէ անձնավորության, որևէ երկրի, որևէ ընկերության։ Եվ սա նայենք անմիջական մեր երկրի մեջ ինչքան պետական պաշտոնյաներ կան, որ աշխատում են for federal government-ի համար եւ ոչ մեկը չեն աշխատում, որտեղ եկամուտ պրոջեկտներ չի ծրվում։ Այո, մեր մասը, այո, IRS-ի մեր մասը, այո եւ այլն, բայց ընդհանրապես ոչ։ Բայց միայն պաշտոնյաները չեն, այլ խնդիրը ելնում զեկույցների վրա, որտեղ միշտ պետական ուղղություններ կա, մենք հիմա խոսում ենք էկոնոմիի մասին, որ ինչպես իմանում ենք նոր գործերը, որ ստեղծվավ employment report-ը, որ անցյալ ուրբաթ պետք է ծրվեր, ոչ թե 2 օր առաջ, այլ 10 օր առաջ ու 9 օր առաջ եւ չծրվավ։ Եվ դա վրա ուրիշ զեկույցներ կա, որ պետական պետք է դրվի էկոնոմիի համար, աշխարհի համար, եւ դրանք չի ծրվում։ Այս բոլորի վրա նախագահ Թրամփը ուրբաթ օրը հայտարարավ որպես նոր ճակատ Չինաստանի հետ, որ ավելի բարձր թերիֆներ, այսինքն tax-եր, տուգանքներ դնելու բոլոր չինական ապրանքների վրա, նամանավանդ goods and ոսկեղեն հանքային բաների վրա։ Եվ ստա վրա, ինչպես ասեմ, պետությունը արդեն որպես shutdown հաշված, որ եկամուտ չունի եւ աշխատանք չունի, եւ արդեն 7-րդ անգամներ մինչեւ 5-շաբթի օրը, որ փորձան համաձայնության հասնեն երկու կողմը եւ չկարողացան համաձայնության հասնել։ Շո այս պատճառներով ինվեստորները, որ այսօրվա շուկան, որ stock market-ն է, bond market-ն է, ընդհանրապես բոլոր էկոնոմին, որ պատտում է ամենից փոքր անձնավորություն, որ խանութ ունի, որ սպասում է հաճախորդները մտնեն խանութը, քան թե ամենից հսկայական hedge fund-երը, որ հազարներով պաշտոնյաներ եւ բիլիոններով ներդրումներ են անում, այս բոլորը վերջի 10 օրը, ինչպես անգլերենով ասում են, flying blind, այսինքն աշկերը կողմ թռնում են, որովհետեւ չեն իմանում ինչ կա, ինչ չկա, ինչ տեղեկություն կա, ինչ information կա եւ ուր է այդ։ Եվ այս ինվեստորները, որ տենցի աշկները կողմ ինվեստ են անում, անշուշտ ինչպես տեսնում եք, ոսկին, որ 4000 արդեն ավել անցավ եւ ուրիշ ձևերով ինվեստորները կարողանում են ինվեստ անեն առանց իմանալու ուր է այդում էկոնոմին։ Եվ փորձում են ճարել ինչեր եւ անցյալ շաբաթ կենտրոնական բանկը, որ տոկոսները, եթե հիշում եք, իջացրավ սեպտեմբեր 17-18-ին, այդ իրանք ժողով են ունեցել, ժողովի արդյունքներ տոկոսները իջացնեն եւ եկան իջացրան, հիմա այդ ժողովի զեկույցը, ատենագրությունը, report-ը, minutes-ը, որ զեկույցը գրվում է, ժողովի խոսակցությունը, ատենագրությունը ելնում, այդ ատենագրությունը ծրան public-ին եւ դա վրա նայան ժողովուրդը եւ ուրախալնալի լուրեր կար, որ միահամաձայն պատասխան կենտրոնական բանկի գավերներները ընդունել են, որ այո, տոկոսները պետք է իջացնեն միաձայնության
եւ միայն բաժանված էին որ երբ եւ ինչքանը բայց համաձայն էին ամենը մեկ որ պետք է իջացնեն դա վրա լավ լուր էր բայց Թրամփի արածը տարբեր հարցեր էր եւ դա վրա պատճառ որ stock market-ը ուրբաթ օրը խայտարակ ձևի կորուստներ ցույց տալ բայց ինչպես միշտ հիշեցրել եմ bad news it's a good news it's a bad news so as վատ լուրերի պատճառով bond market-ը որ 10 տարվա treasury bond-ը որ 30 տարվա վարկերը տուներին mortgage-ի վարկերը 30 տարվա ֆիքսերը հետևում են 10 տարվա treasury-ին բավականի իջավ կարող ասեմ 40% չափ ուրբաթ իջավ եւ տոկոսները հասցա որ մեկից հետո կանդրադառնանք շատ 11 ամսվա ամենից քիչ տոկոսն որ ունեցել ենք որ մեկից հետո կանդրադառնանք տանց վրա դեռևս նորեն տոկոսները բարձր են համեմատաբար բայց կարող եմ ասեմ որ սկսել են եթե հիշում եք այդ spread-ի մասին են խոսում այսինքն 10 տարվա treasury եւ 30 տարվա վարկի տոկոսի տարբերությունը ընդհանրապես ուզում ենք որ լինի 1.5%-ի չափ թերիֆների պատճառով այս խնդիրները որ ունեցան կենտրոնական բանկի տոկոսները բարձրացավ եւ այլն այդ spread-ի տարբերությունը մոտ 3%-ի էր հասել 3%-ը կամած իջացրել են այս ուրբաթ օրվանը մեկից հետո դե spread-ը ցույց կտան որ ինչ պետք է լինի եւ ինչա եւ էդի լավ լուրաշո մոտիկից նայեք ինձի հիմա քանի վայրկյան վերջ այդ բացատրությունները ցույց կտամ it's a good news so ատա վրա Այս լուրը որ հիմա ուզում եմ ասեմ երրորդ լուրին կապ ունի, բայց պետք է ասի բացատրեմ որ մյուսը հասկանաք եւ པարզ լինի։ Մենք ուսումնասիրություն այլ է որ օգոստոս ամսվա էսկոները որ բացվեր ընդհանրապես բոլոր Միացյալ Նահանգներում մոտ 56,000-ը օգոստոսի օփնինգները էսկոները cancel այլ է որ մոտ 15.1%, 15%-ի չափ էսկոներով բացվերա cancel այլ է օգոստոս ամսվա ընթացքին եւ կարող է 56,000-ը մեծ թիվ լինի ձեր համար, բայց 15.1% այդքան մեծ չի, երբ որ բախտատում ենք նախքին տարվա հետ նույն ժամանակ որ 14.3% էր։ Դժբախտաբար 2017-ից առաջ այս զեկույց այս նշերը չեն պահե ռեկորդը, so չենք իմամ տանց առաջ երբ հայլ է տեսնել։ So ուսումնասիրել է որ ինչու է cancel-ել է եւ երկու հատ պատմություն ունեմ մեր հայրենակիցի հետ ինչեր է լավ որ նույն 3 հատ ավելի շուտ է մեկ շաբաթվա ընթացքին ինչեր է լավ ձեզի ասեմ բայց մեծամասնությունը որ հարցեր են 443 հատ agent-ներ որ իրանց էսկոններն է cancel-ել է իրանցից հարցեր են որ ինչու է cancel-ել է ամեն տեղից եւ մանավանդ վերջի 3 ամսվա ընթացքին ինչեր են տեսնում 70% ասել են որ cancel այլ է որ մոտենում է cancel այլ է մեծամասնությունը շինարարության repair inspection-ի պատճառով inspection-ը cancel այլ է 70% 27%-ը ընդամենի 27%-ը ասել են որ cancel այլ է պատճառ financing-ի loan-ի պատճառով 21%-ը ասել են որովհետև իրանք տուն ունեն վաճառքի այս տունը առնում են subject to իրանց տունը չեն կարողացել ծախել դա երրորդ տեղն է գրավում առաջին inspection երկրորդ ֆինանսավորման պատճառով երկուսն է շատ կարևոր որ տարիները այս ձեր հետ խոսում եմ եւ երրորդը շատ ավելի կարևոր որ միշտ հաճախորդներ ունեն որ տուն ունեն ուզում են ծախեն ես իրաց տարբեր պլաններ եմ ներկայացնում եւ այս պլանը որ subject to անենք
այսօրվա մարքեթի համար չի։ Երրորդ, չորրորդ էլերա այդ անձնավորության ֆինանսավորման պայմաններն է փոխվել։ Հիմա գործից զրկվելա, աստված ոչ արած divorce կամ մահ կամ այլն, կամ նույնիսկ այսօրվա պայմաններով որպես եթե պետական պաշտոնյա ես, դա Եվ վերջի պատճառներից մեկը վերջի նախավերջինը, որ 5-րդ տեղն է գրավում, դա էլ էր, որ էսկոյի ընթացքին, էսկո որ բացերա եւ դեռ այդ contingency ընթացքին է, ավելի լավ տուն է առաջ եկել, ասա ես մեկն եմ ուզում, ես չեմ ուզում։ Այդ խելացի է 12% տենցի եւ վերջինը իրան cancel են արել ժողովուրդ, որ ունեցել եմ հայրենակից ինձ հեռացաներ ասում եմ cancel անեմ, որովհետև մեկ քիչ անորոշ է այսօրվա էկոնոմի պայմանները եւ ուզում եմ ձեռնպայել եմ, ինչով նայեմ ինչ այլում, բայց դա ամենաս փոքրամասնությունն է։ Որ դրանք մեծամասնությունը Atlanta, Georgia, մոտ 1530 cancellation ընդի այլ է, ներողություն 1500 չի, պետք է 15000 էլ կարծեմ սխալ թիվ են ասել։ Jacksonville, Florida 20%, Orlando 20%, Tampa 19% եւ Las Vegas, Nevada 19%-ում cancellation-ները շատ կան։ Բայց տեղեր կա որ բացի որ cancel չի ելնի, it's almost impossible շատ աշխուժ տեղեր են, որ cancellation-ի հնարավորություն չկա։ New York Nassau County, San Francisco, San Jose, Pennsylvania, Montgomery County եւ Oakland ստանք cancel չենելնի, որովհետեւ բավականի աշխուժ եւ ակտիվ են։ Չեմ կարծեմ լակրասենթա լականի դա գլենդելն էլ տանց այդ թիվերի մեջ ելնի, մեմ մասը ոչ կապ ունի։ So այո, պաշտոնյաների հարցը։ Երկու բան ստեղում չի շեշտում, բայց վստահ եմ, որ անցնում է այդ անցից մեր հատ կատեգորիներից մեկի մեջ, որովհետև այս ընդհանուր Միացյալ Նահանգների մասին է։ Եթե միայն կենտրոնանան Լոս Անջելեսի եւ Կալիֆոռնիայի մասին, երկու տարբերակներ մեր հատ անպայման Կալիֆոռնիային է պատկանում, դա էլ ինշուրենսի խնդիրը։ Մենք որ ներկայացնում ենք հայրենակիցին offer գրելու համար մեր գրասենյակից, երբ որ ներկայացնում ենք որպես real estate broker, մենք offer-ի մեջ գրում ենք որպես պայման, որ առնողին ժամանակ ենք տալի որպես contingency, որ կարողանա ինշուրենս ապահովի։ Եվ դա պայմաններից մեկն է։ Պետք է ճունես եւ դա շատ կարեւոր է։ Ինշուրենսը կամ չեն կարողանում ինշուրանեն, որովհետև գտնվում է հատուկ թաղամասներում կամ ընդհանրապես շատ հանգայլում չեն կարողանում։ Մյուս պատճառներից որ cancellation-ները լինում եւ կապ ունի որ մարքեթի մեջ ես։ Այս հիմակվա շուկայի մեջ որ կան այսօրվա մարքեթը եւ վստահ եմ ընդեղում ասան ֆինանսավորման պատճառով, այսինքն լոնի պատճառով չի ելե, կարող եմ վստահել այդ լոնի կատեգորիի մեջ մտնում է նույնիսկ appraisal report, տունի գնահատումը appraisal-ը այսօրվա շուկայում պետք է շատ զգուշությամբ մոտենանք։ COVID-ի ժամանակ շատ բարձ հիշում եմ, որ offer որ գրում ենք, մենք appraisal նույնիսկ չենք գրում contingency, ինչու, որտեղ տունը list էր անում 900,000 Մինչով offer-ին գրում այդ տունի արժեքը բարձրացել 950,000, մինչով loan ենք անում այդ տունի արժեքը appraisal-ում 1 միլիոն։ Այդ արագությամբ բարձրանում էր եւ նույնիսկ appraisal ասում ենք կարևոր չի appraisal-ով, guarantee բարձրանում է ժամական։ Հիմա այդ պայմանների տակ չենք, այդ ժամկետերը չեն եւ appraisal-ը բացի inspection-ը բացի ինշուրենսը, բացի լոնը, appraisal-ի վրա ավելի կասեմ կենտրոնացեք եւ զգուշությամբ մոտեցեք։
appraiser-ները ընդհանրապես որ տունը գալիս են գնահատեն, այդ appraiser-ները, որ իրենք licensed appraiser-ներ են, որ պետք է տունը գնահատեն, իրանց զեկույցի վրա, appraisal report-ի վրա գրում է opinion of valuation։ Չի գրում որ the value of this property is, գրում է որ the opinion, my opinion of the value is, այսինքն չի ասում ես տունի արժեքը այսքան է, ասում է իմ կարծիքով ես տունի արժեքը այսքան է, یا կարծիքն է հայտնում։ Եվ որովհետև իր կարծիքն է հայտնում, այդ դուրը բացում է շատ մեծ մահատ ինչ ասեմ, negotiation-ների, argument-ների, ընդհանրապես վիճաբանության եւ խոսակցության դուր է բացում, որովհետև իր կարծիքն է։ So, որպես mortgage brokers, որպես broker-ներ, որ մենք appraisal-ը order ենք տալի, մենք որևէ ձևով իրավունք չունենք 2008-ից հետո օրենքը փոխան, որ մենք appraisal-ի հետ բոլորովին կապենք, ցույց տանք, այս տունը նայի, այն տունը նայի, սենցա կամ նենցա կամ նենցա։ Մենք իրավունք չունենք։ Բայց եթե տաս այսօրվա appraisal-ները միշտ այդտենց է, բաներ կա որ պետք է ինչպես որ մեղքի ինձ հեռացանում ասում իմ տունս ինչ կարժի, ես ինչպես եմ evaluate անում իր տունը, ինչպես եմ նկատի առնում մանրամասը եւ գնահատում այդ տան արժեքը, եթե ուզում եմ լիստ անի մեր հետ կամ եթե ուզում եմ վաճառի կամ նույնիսկ եթե ուզում եմ առնի։ So կարևորներից մեկը երբ որ մենք հաջախորդի այդ հանդիպում ենք եւ ասում են օրը մեկը հրաձայներ էր հաջախորդներից, մեր տուներ մանգալ է, մեր տուներ տեսավ, ասավ նա այս տունը լիստ այլ է $900,000, արժեքի իշացրել են $100,000-ով, լիստ այլ է $800,000, հետաքրքրված է։ Գնաց իմ տունը մոտիկից նայանք, տեղը նայանք, թաղը նայանք, ամեն ինչ նայանք, հետո եկամ գրասենյակում, եւ իմ աշխատանքը տարամ, եւ անդրադարձում այդ տունը 750, 775, 750, 725 ավել չի արժի պատճառ աշխատանքին, թաղամասին, չափսին եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ ասեմ որ offer արի քիչ գրենք, որտեղ չի արժի 800։ Եվ քիչ էլ գրանք։ Listing agent-ը որ ինձ ծանոթ էր, ծանոթը նախկինում աշխատել իմ հետ է, հեռացանավ ասավ 900-ը արդեն 925,000 appraisal է։ Okay։ Ասա 800 որ իրենց asking price-ն է, 800-ից քիչ գրես նույնիսկ սելերը counter չի տա քեզի։ Okay։ Այլակիցին ասեմ նայ գոնե counter տալու համար նայենք իրենց ախորժակ ինչ է, արի գրենք 800 գոնե տեսեք ինչ է կարող գրի մեզ 1 միլիոն, կարող գրի 805,000 Մենք նայենք ինչ է ախորժակը։ Հետո inspection ունենք, appraisal ունենք, կարող է appraise չէ լավ, կարող է inspect չէ լավ, տանք հետո կեթանք հետնեն negotiate կանենք, առաջ մենք նայենք ախորժակ ինչ է, ասա սիրով Գրանք $801,000։ Ինձ հետ հեռացած $1,000-ի համար ես ինձ ծաղում ես ասում եմ դու ասես asking price-ը պակաս գրես պատասխան չի տա asking price եմ գրել։ Չէ, ասա պատասխան չի տա asking price։ Anyway, back and forth վերջինը ինձ ասա որ քիչ է։ Ասեմ okay, մի պատասխան տուր։ Հետո վերջի counter տվավ ահագին պայմաններով, ասավ ավել պետք է թագև այլն Շատ երկար պատմություն չասեմ, 2 օր վերջ հեռացանա, ասա դեռ հաջախորդը հետաքրքրված է, ահա։ Ինչ էլ ան քո բայերները, որ հերթին կային է, ես բայերներ ունեմ 900, 850 շարք են կային է։ Ուր են, ինչ էլ ա։ Մեր 2 անգամ, 3 անգամ հեռացանա, ասա ինչ է լավ, դեռ ուզում ա քո բայերը, բայց ոչ այդ 800-ով։ Երբ որ միտքը։ Եվ մինչև այսօր չի վաճառվել դեռ շուկայում դրված է։ Էջենտի տկետությունը իգոյն պատճառ է լավ որ եւ իր խաղերը խապեբաություններով, բայց հաջախորդ էլ կենի որ խավպի այդ խոսքերին եւ իր բրոքերը չի կարողանա ճիշտ ուղղություն տա եւ մոքի կառնի այդքան բարձր թանկ, որովհետեւ այդ խաղերի մեջ են գնում։ Եվ ուրիշ օրինակ կար մի հատ Բրբանկում ուրիշ մեր հայրենակիցներից մի հատ տուներ տեսե
1,350,000, ասավ շատ լավ է բանման, okay, offer գրենք, offer-ը գրամ 1,250,000։ Ինձ agent հեռացանավ ասա որ 100,000 քիչ ես գրել, 5 օր լիստ եմ արել, ասիվ օրը տարբերություն անում, 5 օր դե 6 ամիս է, սխալ արժեքը։ Ասավ 5 օր լիստ եմ արել, 100,000 քիչ ես տալի, նույնիսկ սելերը քեզի բարև չի տա։ Ասեմ okay։ So ասա որ եթե ուզում ես պատասխան տան նույնիսկ պետք է գոնե full price կես։ Նորեն հայնակեցի, խոսասը նա ես չի արժի ավել, բայց եթե ուզում եք, ասա որ հա մենք շատ ենք սիրացի, անպայման ուզում ենք, չենք ուզում կորցնենք, ասում իմ խորհուրդս 1,250,000, բայց եթե իսկապես ուզում եք 1,350,000 այլ պատճառներով շատ եք սիրել, չեք ուզում եւ այլն, սիրով, բայց appraisal contingency ունենք։ Արեք գրենք հələ տեսնենք ինչ է։ 1,350,000 էլ որ գրամ, նորեն agent ասա որ քեզանից ավել ունենք։ Անցավ մեկ շաբաթ վերջ, այդ agent-ը հեռացավ։ Ասա որ քո հաճախորդը դեռ հետաքրքրված է, ասեմ ոչ այլևս հետաքրքրված չի, որովհետև այն ժամանակ որ կարգին ճիշտ արժեքով, այսինքն ճիշտ արժեք պետք է։ Եվ ինչու եմ այս appraisal-ի մասը ասում, որովհետև մենք նախապես նախքան հասնի offer-ին, արդեն մենք ես իմ պայմանների ուրիշ հետ չեմ կարող խոսամ ուրիշի կողմից, բայց գոնե այդ պատճառներով այդ մասն իմանու ես տունը ինչ պետք է appraisal լինի, ինչ պետք է գնահատվի։ Ճիշտ հակառակը մատ ուրիշը որ այս վերջերս էշկոն փակվավ անցյալ շաբաթ առաջի օր ասան որ ես կարծեմ 850 ավել չի արժի այս տունը եւ 850-ով էլ էշկո բացվավ appraisal-ը հեռացաներ ասում ստեղում խնդիր կա լուրջ խնդիր ունենք եւ պետք է սելերի հետ խոսանք ասում ինչ է լուրջ խնդիրը ասում 1 միլիոնից պակաս չեմ կարող գնահատեմ դու 850 ես առնում սելերը մի բան կա պետք է իմանա ասում քեզ ինչ սելերին լուր տաս դու նոպես appraisal գնողի համար ես աշխատում ոչ թե սելերի համար իրավունք չունես ինչևից է հակառակն էլ ելնում է որպես լավ ոչ թե որպես բայց եթե հանկարծ էշկոյի մեջ եք եւ ասենք օրինակ 1 միլիոն դոլարինոց տուն եք առնում օրինակ եւ 10% կանխավճար եք ուզում դնեք որ ելնում է $100,000 եւ 900,000-ի վարկ եք ուզում այս օրինակներ եմ տալի appraisal-ը գալիս է գնահատում է $970,000 $30,000 ավելի պակաս հիմա եթե մենք այդ contingency-ները, ժամկետները, պայմանները original ձևով գրված է պայմանագիրի մեջ, որ եթե appraisal-ը բավական չլինի, մենք cancel կարող ենք անենք, ունենք տվյալ։ Առաջինը նախքան negotiate անել seller-ի հետ, առաջ նայում ենք, որ լավ, եթե seller-ը չհամաձայնվի եւ ասի, որ չէ, ես արժեքս չեմ փոխում, 1 միլիոնի վրա մնում եմ, եւ դու էլ ասում ես, չէ, ես այս տունը ուզում եմ, չեմ ուզում կորցնեմ, ինչ պետք է անես այն պարագայում։ Նախքան negotiation-ը, նախքան cancellation-ը, այն ամենավատ պարագան։ Այն ասի, չեմ միջացնի, դու էլ ասես, ես չեմ ուզում cancel անեմ, ուզում առնեմ։ Ուրեմն որովհետեւ բանկը $970,000 գնահատել, ասում են, նույն եթե ուզում ես դեռ 10% կանխավճար դնես, 970,000-ի 10%-ն ես դնում, որ ելնում է $97,000։ Այն ժամանակ 1 միլիոնի 10%-ը պետք է դնի, որ ելնում է $100,000։ So technically $3,000 ես ավելի քիչ կանխավճար դնում, 100-ի փոխարեն 97, բայց $30,000 բաց է ընդեղում։ So բանկ ասում ես 97-ը դնում ես որպես 10%, բայց էշկոն փակելու համար այդ 30,000-ն էլ պետք է փակես։ Այսինքն 97-ի վրա պետք է ավելացնես $30,000։ Եվ այն ժամանակ ելնում է $127,000 փող պետք է տանես էշկո միայն կանխավճարի համար, քան թե եթե appraise գնահատվեր $100,000 միայն պետք է տանես կանխավճարի համար։ So ուրիշ ինչ ես կարող ես, ասում ես ես 100,000 ավել չունեմ, 127-ը չունեմ, որն ես բերեմ։ Okay, եթե եկամուտը թույլ է դրում, ասենք okay, արի 1 միլիոնի
5% կանխավճարներ, կամ 6 կամ 7, բայց կլորակացնենք 5, որելում է 48,500 $, ներշու 970,000-ի 5%-ը, 970,000-ի 5%-ը ելնում է 48,500 $, և այդ 30,000 բացը, սո ընդամենը ելավ 78,500 $, սո այդ 100,000-ի մեջ տեղավորվում ես, հետո դու առնում ես տունը։ So, appraisal-ի քիչ լինելը, բավականի cash չունենաս, որ 127-ը փակես, այս օրինակներ եմ տալի, թիվերի, այն ժամանակ պիտի եկամուտդ բավարարվի 5%-ի, որ payment-դ ավել կելնի և այլն, և այլն, և այլն։ So, ասում ես, որ չեմ անում, ես էլ չեմ անում, են էլ չեմ անում, կամ cancel արա, no problem, cancel եք անում, ասպես appraise չի անում, կամ այդ մենք սելերին, ասում են, պարոն վաճառող, տիկին վաճառող, տունը չի գնահատվի, այսքանը կգնահատվի, արդյոք արժեքը կիչացնես։ Կարող է որ ասի, այո, կապ ունի իր բրոքերը ինչքան professional է, ինչքան մասնագետ է եւ ինչքան պատրաստ է իր սելերի մոտ ընդունի, որ սխալ արժեք է դրել։ Եվ եթե կարողանա համոզի սելերին, ասում մենք էլ այդ հանգ մեր appraisal անենք, մեր ուսումնասիրությունը եւ այլն։ Եթե ասավ չեմ կարող 30 իջացնեմ, շատ է, մեծամասնության ընթացքին ժամանակին մենք կարողանում ենք կիսվել, այսինքն 970,000, 30,000-ը որ քիչ է, ասում ենք 15,000-ը դուն հոգտար, 15,000-ը մենք հոգ կտանենք, որ այդ մեջտեղ է լինի, որ բացը 15,000 էլի։ Բայց այսօրվա շուկայով, այսօրվա պայմաններով appraisal-ները վտանգավոր է, որտեղ չեմ ասում արժեքները իջնում է, բայց քամփեր կան, որ արժանի է վաճառվում։ Մի քնվեք Zillow, guesstimate, zestimate այդ բաներով սխալ են, շատ սխալ են տանք, So դրանց վրա մի կենտրոնացի, որ Zillow-ն ասում է կամ Redfin ասում է կամ Realtor.com ասում կամ որևէ website ասում է իմ տունից արժեքը սա է կամ դա է։ Ինչու ընդունելի չի, որովհետև այդ website-երը չեն նկատի առնում քո տունի եւ մյուս տունը, որ օրինակ են վեսել կամ մյուս տունները, որ օրինակ են վեսել, իրանց վիճակը Ռիմադելած է, ռիմադելած չի, վիու ունի, վիու չունի, ինչ վիճակի և ինչ թաղա, ինչ փողոց է, այդ բաները ոչ մեկը նկատի չի կարողանում առնի, քան թե մոտիկից տեսնելու համար, So շատ կարևոր է, որ appraisal contingency-ն մոտիկից բացադրվի նախապես, նախքան offer գրելը, դուք իմանաք այդ տան արժեքը ինչ է կարծում պետք է լինի։ Ինչ-որ վերաբերում է հետեթան inspection-ի մասը, նորեն մենք տուներ կհայրենակիցներին հետ մենք նայելու, որ իմանում ենք it's a tear down, իմանում ենք, որ այս տունը թափելու վրա է, տուն չկա, շատ հին է, 1950-ից ձեր չի կպե, trust է եւ այլն, եւ իմանում ենք այդ տակից պետք է քանդվի, carpet, flooring, lighting, electric, plumbing, you name it, bathroom, kitchen, ամեն ինչ, պատոհան, So որովհետև ամենը պետք է փոխվի roof, AC, բակը, inspection-ը միայն եւ միայն անում ենք եթե foundation ունի, raised foundation, or նայենք որ շենքը երկրաշարժի պատճառով չի ընկնելու, որովհետև մեծ ծախս է նայելու եւ մյուսը անում ենք որպես սուր սիստեմը, որ փակած է կեղտոտ ջուրը փողոցին, պետության, որ այդ էլ մեծ ծախս այլում, եթե պետք է կոնկրետ բացվի, քանդվի եւ այլն։ Բացի այդ իմանում ենք tear down-ը, so մենք էլ արժեքը համապատասխան, so օրինակ ասեմ, եթե այդ տունը remodel լավ վիճակի մեջ է այսօր կերտա $1 միլիոն, օրինակ եմ ասում, եւ մենք offer ենք գիրե 800,000 պատճառ վիճակին, չեմ կարող inspection անեմ, հետո ասեմ, այս հին է, հին է, ինձ 50,000 credit տուր կամ 20,000։ Այս էլ կասի, դու իմանում ես հին է։ Մենք հին ենք ծախում քեզի, չեմ ասել նոր ենք ծախում, չեմ ասել վիճակը լավ է։
So Այդ նախապես ես հաճախորդին ասում եմ, որ եթե inspection ենք անում, դու քո համար իմանաս, որ ինչ տունի մեջ ես մտնում, վիճակը ինչա նախքան ես մտնել, ինչքան ծախս կունենաս։ Ոչ թե անում ենք, որ սելերին ասենք մեզի 5000, 10000 կամ 20000, դու չի տա։ Որտեղ ես էլ եթե իմ հաճախորդ սելերին խորհուրդ կտամ, չի, որտեղ ես 800 եմ ծախում 1 միլիոն չեմ ծախում։ So դա որպես բայց inspection անպայման պետք է անես։ Հիմա եթե տունը remodel ելած է եւ 1 միլիոնուց տունը appraise դրել լիստ անում 1 միլիոն 100, որովհետեւ շատ լավ է սարքել եւ կարող է իրոք շատ լավ սարքել է 100,000 ավել է ուզում ժամ եմ դրել փուլը նայի արյուծի բերաններից ջուրն է գալի եւ այլն so մա տունը 1 միլիոն ասո 1 միլիոն 100,000 է դրել եւ դու ուզում ես այդ տունը անես պետք կարող ես այդ ասես այո Այս ծորակը ջուրը կաթում է, այս AC-ին ստեյը 60-ից ավել չի սառացնում, այս wine rack-ը եւ կարող ես ասես որ այստեղ 20,000 ծախսունի 10,000 ծախսունի հինա այդ մարդը կարող է դա շինարարությունը անի, որովհետեւ ինչպես ասամ you paying extra for it. So appraisal-ը եւ inspection-ը եւ անշուշտ loan-ը մասը մեր պարագայում ինչպես նախկինում ասել ենք մենք լոնը լրիվորեն approve ենք անում, այսինքն երբ որ մեր հաջախորդ մեր ուզում է տուն առնի եւ offer են գրում, ես ուրախությամբ կարող եմ ասեմ, որ loan contingency կարող ենք ջգրենք, որ 90% seller-ների մտահոգությունը loan-ն է։ Բայց ինչու եմ բաղում այդ loan contingency-ն ոչ թե խնդիր ունեմ, Այլ կարող է մինչև այդ օրվանից, որ էսկո ենք բացում, մինչև մեր շաբաթ 5 օր, 10 օր ներսը նախքան appraisal այլում, inspection այլում, գործից հանեն մեր գնողին, քեզի։ Եվ էլ չես կարող loan վերցնես because you've been laid off։ Կամ ամեն ինչը perfect էր վերջի րոպեին մոհոքի սխալմամբ accidentally credit-ից վրա late payment հաշվի credit 790-ից իջնի 620 այսինքն դեպքեր որ անսպասելի դեպքերը կարող է պատահի եւ այդ պատճառով թողնում եմ բայց տանից բացի դուրս եթե մենք approve ենք անում մեր հաճախորդին միջոմը չի էլ է որ այս հաճախորդ ունենք approve անենք եւ վարկը չելնի it's not possible իմ համար մեր տարօրինակ մեր գրասենյակի պաշտոնյաները մեր processor-ները underwriter-ները որ ես իրանց հետ խոսում եմ ամեն օր հաճախորդների ֆայլերի վրա 25 անգամ հարցնում եմ ես ինչ որ ունենք հաշվել եք ես ունեք ես թուղթն ունեք ես թիվը ունեք ես նկատի առեք այո check 100% approved է 100% Մեր գրասենյակը ուրիշ տեղերը սուտես բաներ են անում, բայց 100% approval-ի վրա loan contingency-ն կարող է վերանալ, մենակ ասեմ պահում եմ այդ անգլերենով ինչպես ասում են չնախատեսված պատճառներով, այդ պատճառներով։ Mən այն մարքեթը ուրբաթ ինչպես փակվավ տոկոսները հոյակավ եւ լավ լիստինգները շատացել են մեր չափշով հոյակապ լիստինգներ կա։ Mən այն ուրբաթ որ մարքեթ ինչպես փակ Այո, վադլուր ունենք այդ Չինաստանի հարցերով, անշուշտ, ինչպես տեսնում եք, Dow Jones-ը 45479-ը 878 point իջավ, S&P-ն 6552, 182 point իջավ, Nasdaq-ը 22204, 820 point Nasdaq-ը իջավ։ Գերմանական DAX-ը 24241, 369 point կորուստ ունեցավ, անգլիական FTSE-ն 9427, 81 point կորուստ ունեցավ, Japanese Nikkei 48088, 491 point կորուստ ունեցավ եւ Chinese Shanghai 3897, 36 point կորուստ ունեցավ։ Քարյուղը այլակերպ great deal։ Հիշում եք $20 իջել, դուք գնացեք իմ վիդեոները նայեք 2015-16 $20, $19 Քարյուղը $58 իջավ 260 cent, ոսկին, oh my god, $1600 եմ ես ձեզ ցույց տալի, ստանես քանի տարի առաջ 4000 անցավ safe haven, ապահով տեղ է ինվեստորների համար, մանավանդ ինչպես սկիզբը ասամ government is shut down, ոսկի safe $58,
Արծաթը $11 էր, էլի $47, 63 սենտ բարձրացավ արծաթը, platinum-ը $1634, $21 platinum-ը։ Եվրոպական եվրո $1 16 սենտը 1 եվրո, անգլիական British pound-ը $1.33 սենտ, Bitcoin-ի Coinbase-ը ուրբաթ օրվա փակման ժամանակ 116,000 եւ Հայաստանի դրամը $381.87 սենտ։ 10 տարվա treasury, որ 30 տարվա վարկեր, ինչպես տեսնում եք, այս անշուշտ շաբաթվա մեջ բավականի բարձրանում է, բայց ուրբաթից ուրբաթ, եթե նայեք սեպտեմբեր 12-ից, որ կենտրոնական բանկը ժողով արավ եւ սեպտեմբեր 19-ին իջացավ 17-ին ավելի շուտ, հետո հետ բարձրացավ, միջով 4.2 էլ բարձրացել էր, 4.59-ով փակվավ, որ ինչպես իմանում եք 30 տարվա վարկերը անուղակի։ Հիմա եթե սկիզբը հիշում եք, ձեզի ասամ ստա տարբերությունը եւ 30 տարվա վարկին, ուրեմն այս տոկոսը ինչ որ տեսնում եք, 30 տարվա վարկերը պետք է լինի այս թիվը պլյուս 1.5%, այսինքն 4.059 եւ վրան ավելացնես պլյուս 1.5, պետք է լինի 5.6 իրականության մեջ տոկոսը պետք է դա լինի 5.6% based on այս թիվը։ So եթե 4.1-ը 1.5% տնես վերեն, մա 4.7 մոտարապես, 1.9, 4.6, so էսի հիշեք, մինչև հիմա 2-ից 3% էր վերեն ավելանում, այսինքն 4-ը ելնում էր 6.5, որ պաշտոնական այսօր 6.3-ը, պաշտոնականը, այսինքն վրան ավելանում է 2.3%, որ պետք է 1.5% ավելանա վրան։ So spread-ի մասին խոսացել եմ ստանից առաջ, so այդ նույն spread-ի պատճառով, որ ասամ պետք է լինի 4-ը պետք է լինի 5.6 եւ փոխարենը 6.2 պաշտոնականն եմ ասում, ինչ որ հայտարարվում է, որը Google-ն եք, official mortgage rate-ը ձեզի կասի։ So մենք նայենք տոկոսներին հիմա խնդրում եմ, նայենք։ Սկսում եմ առաջինները refinance-ներով, refinance-ից հետո այդ տոկոսի մասին խոսամ, so եթե վարկը 300,000-ից 800,000-ը եւ 781 credit score-ը minimum եւ 20% equity ունես մեջ minimum եւ house տունը ոչ թե condominium եւ մեջը բնակում ես, այսօր տոկոսը կլինի 5.75%-ով։ Նույն պայմաններով, բայց եթե ես գումար քաշես վրան cash out անես 5.8 point-ով։ Նույն պայմաններով, բայց 800-ից 1.200,000 5.99 եւ այս առանց tax return-ի profit and loss-ով refinance-ով եւ interest only-ով 6.370։ Հիմա եւ cash, եթե credit-ի խնդիր ունես եւ ես cash out անես եւ cash score 620-ը ոչ ոք քեզ գումար փող չի տալի մեզ հեռազայնին, մենք կարող ենք 5.5-ով ինչեւ տան արժեքի 80%-ը վեսեք։ Հիմա այս մասներով, այս buy down-ի մասերով ձեզի ասում եմ։ Այս buy down-ը շատ հայտնի է ոչ թե միայն մեր մոտ, բոլոր Միացյալ Նահանգներում։ So այսօր եթե $1 միլիոն տուն եք ուզում անեք, եւ դնում եք 10% կամ 20% down, այս օրինակը տվել եմ 20%-ի պարագայում։ Հիշում եք ձեզի ինչ ցույց տվամ 4-ը եւ ասեմ վրան 1.5 պետք է ավելանա, նայեք 1%-ը։ Մեր spread-ը արդեն եկել է որտեղ պետք է լինի, այսինքն 4.05-ը վրան ավելացես 1.5, 5.625 ճիշտ եք տեսնում։ 30 տարվա fix-ը այսօր 5.625 Բայդանի ծրագիրներով, որ seller-ը պետք է օգնի, մենք payment նայես $1,000 քիչոտ այլնում, առաջի տարին 3.6, երկրորդ տարին 4.6 եւ երրորդ տարին նոր 5.6, քեզի ժամանակը տալի 3 տարի շուշ քաշելու։ So եթե ասենք ինչպես ասեմ 3% կանխավճար ես դնում 3% down 5.75 point-ով եւ եթե 20% down ես դնում տեսակ այդ spread-ը
4-ի վրա 10-year treasury վրա 1.6%-ով 1։ So մենք այդ spread-ը կարողացել ենք պահպանենք ձեր համար 20 տարվա fix-ը 5.25 եւ այս 15-ը high balance-ները ցույց տամ ուրեմն նույն պայմաններով եթե վարկը 806-ից 1.200,000 30 տարվա fix 6% 1 point-ով էսի 20 տարվանն FHA-ները FHA-ը նայեք 5.3 եթե FHA loan ունեք արդեն ուզում եք FHA-ից դեպի FHA փոխ refinance անեք կարող եք ստանալ 6.125 որևէ penny կոպեկ չվճարեք ոչ appraisal ոչ tax return ոչ բայց FHA loan պետք է ունենաք հիմա ներկայիս FHA-ից FHA refinance անելու համար Ջամբոները անշուշտ դեռ տոկոսները շատ լավ են մանավանդ առանց tax return-ի եւ առանց եւ interest only 6.3 Եվ էսի bank statement program-ներն է Մեկ քիչ արագ գնացին վրայից, որտեղ ուզում եմ լիստինգները ցույց տամ, լավ լիստինգներ կան բավականին լավ, բայց ուզում եմ իմանալ, որ տոկոսները շահագործած եք, ափսոսա միքս սպասեք։ So մենք նայենք լիստինգները խնդրում եմ։ Առաջին ուրեմն Valley Village-ում 2 ննջասենյակ 3 լվացարան 1277 square feet ունի մեծությունն է $370 Homeowners Association-ը, $579,000 asking price որնում է $454 price per square feet, լավ վիճակի մեջ է Valley Village-ում, ովքեր ուզում են սկսի եւ արժան եք ուզում ելնի, it's not a bad starter որպես condominium. Pasadena 2 ննջասենյակ 3 լվացարան 1100 square feet ունի մեծությունն է $600 Homeowners Association-ը Pasadena-ի համար որպես $591 price per square feet, it's not a bad price, $650,000 asking price, եւ վիճակն է լավ է, շատ կները մի քիչ արագ եմ եթալու։ North Hollywood 2 ննջասենյակ 3 լվացարան 1109 square feet condominium մեծությունն է $515 Homeowners Association-ը $609 price per square feet, $675,000 asking price։ Եվ Կարծեմ brand new նման է արդեն։ Այո, լրիվ remodel-ած է fully։ Եվ լավ թաղամասում էլ է եւ rooftop էլ ունեցնես, rooftop նստելու։ Simi Valley 3 ննջասենյակ 3 լվացարան սկսենք առաջին նստելու տեղը 1428 square feet ունի մեծությունն է $380 Homeowners Association-ը Chops-ը լավ է, remodel-ած է, նստելու տեղ ունի, location-ը լավ է, $476 price per square feet is not bad, asking price $680,000 Simi Valley-ում, so condominium-ները մեկ քիչ ավելի կամանցոտ են վաճառվում, բայց եթե ճիշտ արժեք լինի։ Malibu 2 ննջասենյակ 2 լվացարան 1056 square feet ունի մեծությունն է $1,100 Homeowners Association-ն է $682 price per square feet, asking price $720,000 Azusa 3 ննջասենյակ 3 լվացարան 1674 square feet $375 Homeowners Association-ը բավականին արժանա $436 price per square feet $730,000 եւ Oasis ունի ճիշտ resort Tahanga 3 ննջասենյակ 4 լվացարան 1700 square feet ունի մեծությունն է $350 Homeowners Association-ը asking price $440,000 $435 price per square feet Այս հանգայի մայ լավ շենքերից մեկը որ developer-ը արիա տարիներ առաջ միշտ բարձր demand ունի North Hollywood 2 ննջասենյակ 2 լվացարան 1215 square feet ունի մեծությունն է $665 Homeowners Association-ը $626 էսի North Hollywood-ի շատ բարձր մակարդակի թաղամասներից մեկն է $760,000 asking price North Hollywood-ում ինչպես մոտիկ է դեպի Մալին Burbank 2 ննջասենյակ 2 լվացարան 1052 square feet ունի մեծությունն է $615 Homeowners Association-ը
Asking price $780,000, մա $741 price per square feet. Ես կարծեմ մի քիչ overpriced է, մի քիչ շատ overpriced է, բայց վիճակը is not bad overall. Նորեն ներք բան պետք ունի, բայց nevertheless, I think it's a little bit overpriced. Glendale 2.3 լվացարան, 1450 square feet ունի մեծությունն է, $450 Homeowner Association-ը, or it's a good price, $925,000 asking price for $638 price per square feet. Glendale-ի համար որպես condominium 638-ի օրերը չի անցե, էլ այդքան կարող է ծախվի, բայց ոչ թե 1450 square feet-ը եւ ոչ թե 925,000, I think մի քիչ Single family հողով տուները նայենք, Simi Valley-ով սկսենք 5.3 լվացարան, 2300 square feet տունի մեծությունն է, 10,000 square feet հողամասի մեծությունը, Moving condition պատրաստ վիճակի մեջ է $434 price per square feet, asking price $995,000, 1 միլիոնով հայրենակիցներ նայեք ինչ տուն եք ստав, նույն տունը Glendale-ի at least $1.8 million asking price-ը կենի, նույն տունը Glendale-ի ամենաս քիչը 1.8 ոչ $2 million, ասի պարզապես Simi Valley-ը նայեք ինչ վիճակը լավ է, Եվ nothing wrong with Simi Valley, ով ասե վատ քաղաքական մի բան problem ունի, պարզապես սովոր չենք եւ փուլ էլ ունի, մեզ բակը flat lot, փուլով lot, you can't go wrong. Silmar 5.5 լվացարան, որովհետեւ unitների հարցը կա 2352 square feet ունի մեծությունն է, 7135 square feet հողամասի մեծությունն է, $425 price per square feet, ուրբան $900 million, ասենք ես էլ իրա երկրորդ մասն է, ինչպես տեսնում եք, so definitely AD-ով է Silmar-ում, այսքան մաքուր, եթե մեկ իջում եք հեռու եթակ, անպայման այս տունը it's worth it մեկը, որ եթե ասենք ապրում եք ձեր in-laws or մայր կամ հայրերի Montebello 4.3 լվացարան 2435 square feet ունի մեծությունն է, 6800 square feet հողամասի մեծությունն է, asking price $444 per square feet, $1,080,000 Montebello-ում եւ վիճակը լավ է, ինչպես տեսնում եք, in good condition եւ Montebello-ի մեր հայությունը, մեր եկեղեցին, մեր դպրոցը, ամեն ինչը եւ Montebello-ին հարուստ ենք մենք Montebello-ից Glendale 2.1 լվացարան 1277 square feet ունի մեծությունն է, 4091 square feet հողամասի մեծությունը շատ հին տուն է, upgrade-ներ ելած է, բայց հայտնի է, որ դեռ տունը այդքան ի վիճակի չի, մանավանդ 1925-ի drywall-երը դեռ կա, asking price $1,189,000, $969 price per square feet. Burbank 3.2 լվացարան 1475 square feet ունի մեծությունն է, 6700 square feet հողամասի մեծությունն է, asking price $1,195,000, վերմա $810 price per square feet Burbank-ում, 1400 square feet is not a bad price. Նորեն Burbank 3.2 լվացարան, նորեն 1402 square feet, 6000 հողամասն է, asking price $877, վերմա $1,230,000 asking price, տունը ինչպես տեսնում եք, ի վիճակի է, remodeling-ի պետքություն չունի, պատրաստ moving condition, գետիները, bathroom-ները մանրատախտակ են, maybe recess-ի պակասություն ունի, բայց bathroom kitchen-ը ամենը remodeled ելած են, եւ բավականի բակ ունի։ Նորեն Burbank 4.9, ինչպես տեսեք, Burbank-ները միջոմեն ցույց եմ տվել 800-ների մեջ է price per square feet, ուսո դա նկատի առեք եւ վիճակը նայեք։ So 4.2 լվացարան 1625 square feet ունի մեծությունն է, 6700 square feet հողամասի մեծությունն է, բայց $831 price per square, ինչպես տեսնում եք, վիճակը moving պատրաստ վիճակի մեջ է, $1,350,000.
Encino 4.4 լվացարան 2592 square feet ունի մեծությունն է 5500 square feet հողամասի մեծությունը ես Encino-ում $536 տուն շատ ժամանակա չեմ տեսել ինչպես է $536 price per square feet կարող է չեմ անում $1,390,000 asking price but location is good նայել եմ տեղը լավ է տունը լավ է I don't see any problem with it 5500-ի վրա են կարող է մի քիչ panic արել Նույն փոքր փուլ էլ ունի, բայց ամեն մարդ ֆուտբոլի դաշտ չի ուզում, չեմ անում։ Burbank նորեն 3.2 լվացարան 1782 square feet ունի մեծությունն է, 7500 square feet հողամասի մեծությունն է, ինչպես տեսնում եք, քիչ արժանոտը $100 արժանոտը $785 քան մյուսները $880 էր։ So $100 less price per square feet, լավ վիճակի մեջ է, պատրաստ $1,400,000 asking price եւ ինչպես տեսնում եք It's in good condition, moving ready, պատրաստ տուն է եւ guest house-ն detached կա։ Simi Valley 5.3 լվացարան 3577 square feet ունի մեծությունն է, 10890 square feet հողամասի մեծությունն է, $249 Homeowners Association-ի տուն է, հողով տուն է, բայց ընդեղում association ունեն, $428 price per square feet, Burbank-ի կես արժեքը նույն տունը Burbank-ն էր նույն չափսով $3 million asking-ը կելներ Simi Valley-ում $1,929,000 and I don't see anything wrong with the house միայն թաղամասի հարցն են էլ վատ թաղամաս չի միայն Glendale չի so այդ է միակ մնում եւ իրանք կարող են մեր արժեք անեն այ փուլ էլ ունի ամեն ինչ ունի ready to go պատրաստ Burbank 4.2 լվացարան 1893 square feet ունի մեծությունն է 6100 square feet հողամասի մեծությունն է asking price ինչպես իմանում ենք Burbank-ում 800-ների մեջ է $1,535,000 Burbank-ում at $811 price per square feet եւ վիճակն այդ տունը հին չի հինա բայց upgrade-ելած չի բայց մաքուր է պահպանված եւ փուլով տունել է անշուշտ Glendale 3.2 լվացարան 2017 square feet ունի մեծությունն է 6300 square feet հողամասի մեծությունն է asking price $842 per square feet որ Glendale Burbank մոտավորապես նույն թիվերի մեջ են $1,700,000 asking price Լաքանյարը, այո, Լաքանյարը Flintridge 1727 square feet ունի մեծությունն է, moving ready, պատրաստ վիճակի մեջ է, they did a great job, 10,000 square feet հողամասի մեծությունն է, 1958-ի է, բայց ոչինչ չկա, դե ամեն ինչ նոր է, asking price per square feet $1,100, որ Լաքանյարի համար finished product, որ սենցի է, թաղամասը նկատի չառնելով միայն տունի վիճակը, $1,100 is not bad for այս վիճակի տունելի $1,900,000 asking price եթե ժամանակ ունենք էլ ցույց տանք Toluca Lake 4.4 լվացարան $3,000 square feet ունի մեծությունն է 6,900 square feet հողամասի մեծությունն է asking price $1,900,000 որ Toluca Lake-ում 628 square feet $628 per square feet unbelievable sense վիճակի տուն so it's not the 1.9 million ինձ կարևոր չի 1,900,000 են ուզում ինձ կարևոր է որ $628 շատ լավ արժեք է համեմատ ինչ են տալի այս տունի դիմաց so անպայման ասի նկատի առեք for what you get when you pay what you get վերջինը ցույց տանք Լաքանյարը Flintridge նորեն 4.2 լվացարան 1782 square feet ունի մեծությունն է, այս են վիճակի չի, որ մյուս լաքանյարի տունները, բայց նոր են տեսվի խոհանոցը նոր է 14,000 square feet flat lot ունես, երևի մեծ չին ավելի աշխատանք ունեն, բայց մաքուր է գետիների մանրատախտակ եւ այլն, asking price $2,050,000, որ են 1,150 square feet, price per square feet.
Շնորհակալ եմ, որ նայում եք, հարցումներ ունեք մանավանդ pre-approval-ի համար նախապես approve to անենք loan-ը, եթե ուզում եք տուն առնեք, ոչ թե այսօր կամ ապագայում կամ նույնիսկ եթե ուզում եք refinance անեք, մայր խորհրդացեք, նախքան քայլ վերցնեք, շատ կարևոր է մանրամաս պատրաստությունները տեսնեք։ Շնորհակալ եմ եւ կհանդիպեմ ձեզ մի շաբաթ։